Արի Որքի հետ կապված, խնդրեմ դուք նախնի կայանաք։ Ես Օզման Քալոյանն եմ, ազգության եզդի 100 թուրքի Սարսափ Փիրոզմանն եմ։ Այսօրվա օրվա կապակցությամբ մենք եկել ենք Եղեռնի, մեր Եղեռնա հայ եւ եզդի կոտրված, ասենք Եղեռնը օրն այսօր եկել ենք խոնարհվում ենք։ Այսքան բան էլի խոնարհվում ենք։ Ամեն տարի պարտադիր է, ես էլ եմ գալի, իմ երեխեքն են գալի, իմ թոռներն են գալի, իմ ազգն է գալի, իմ ջոկատներն է գալի, մախբերները, օբշիցա գալիս են։ Դուք նաև պատերազմի մասնակից եք։ Ես պատերազմի մասնակից Արցախի 1979 թվականից շարժման մինչև այսօր էլի հիմա ոստերում եմ էլի գնում գալիս։ Ես մասնակցել եմ բոլոր կռիվներին։ Եվ այն իրողությունը, որ այսօր կա, հա, ձեզ համար Արցախի կորուստը ձեզ համար ինչ է։ Արցախի կորուստը ցավալի է, ձեզ պարզ ասեմ, ես 79 թվականից եղել եմ այնտեղ աշխատել եմ ռազմետկա, այնտեղ եմ եղել, կորուստել եմ տվել, ճիշտ ասած, ընկեր եմ կորցրել, բայց պարզա որ քուրիկ ջան, շատ ցավալի է։ Դա նշ չի որ ծիծաղի բան է դա ցավալի է, մեծ կորուստ է մեր համար։ Այն վաղ որ կային, ասում ենք, գնում ենք ում մար են գնում, չեն գնում, Արցախի մար չեն գնում, այդքան որ զոհվեցին, ինչի մար զոհվեցին, Արցախի մար չզոհվեցին։ Ազատագրեցին, քանի հատ գյուղ եք ազատագրել Մամել Գրիգորյանի հետ։ Ես էլ եմ եղել դա, ես էլ եմ մասնակից եղել։ Բայց այսօր խնդրեմ, եկեք տեսեք դրությունը ոնց է փոխվում։ Ինչու են այդպես նսեմացնում մեր հերոսների արածը եւ ասում, որ իրապես հանուն ոչինչի է եղել եւ Արցախի ազատագրումը եւ ըստ էության Արցախն էլ ասում է երբեք հայկական չի եղել։ Դե որովհետեւ ցավը տանեմ, այս մեր այս երկրում ապրողները, մեր երկրում ապրում են շատ խառը ձևի տարբեր տեսակի մարդիկ են, որը հասկանում է, որն էլ հասկանում է իրան ես չգիտեմ ինչի տեղ է դնում, որ ասի ոչ, չի լինելու, որ եղել է ու կա ու պետք է մնա։ Այսօր մենք յուրաքանչյուրս այս մեդալները մենք կրում ենք, ես այն օրը լսեցի, որ այս մարտական խաչերը չպետք է ինչ-որ գործի։ Ազգային հերոսի ոսկի մեդալ ունեմ, դա չի գործում։ Բայց ես պայքարել եմ, ես ստացել եմ։ Ոչ իմ ծնողն է տվել, ոչ էլ իմ հարազատն է ինձ տվել։ Ես պայքարել եմ, ստացել եմ։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հնարավոր է խաղաղություն եւ հարաբերություն Ոնց ասեմ, ես ինքս իմար ոչ։ Абսուրդ է, ոնց կանեմ, ես ոնց կանամ, դարի հողի տակ մի բանի տակ ապրենք, ոնց կարանք։ Ոչ, խաղաղություն չի կա։ Այս երավլուրի այսքան զոհված երեխեքի շիրիմների հետ բան չի ասեմ, մենք ոնց կարանի Թուրքիի հետ դարերով շարունակ այդ պապենական եկել է, մենք չենք կարող իրանց հետ ինչ-որ մի հողի տակ ապրենք կամ ինչ-որ իրանց հետ գործողություն ունենանք։ Դա բացառվում է, դա չի կարանի։ Անկախ նրանից Հայաստանում կլինի, Ռուսաստանում կլինի, չեմ կարող, ես այդ իմ արունի մեջ կա, ես չեմ կարող Թուրքիի հետ ապրեմ։ Ինչ են մեզ այսօր համոզում, որ առևտուր եք անենք, կգանք, որովհետև մեղավորը ժողովուրդն է։ Մեր կառավարությունը մեր ժողովուրդը ներկայանամ, ես համահայկական ճակատի խորհրդի անդամ եմ եւ եզդի ազգի ներկայացուցիչ։ Այսօրվա այս 1.5 միլիոն հայերի կոտորումը դա պետք չի որ ուղղակի տենց խաղաղության, հա, այս ժողովրդի արյան գինը խաղաղությունով հաստատենք, չի կարա տենց բան։ Մենք եզդիներս միշտ եղել ենք հայերի կողքին, մենք լինելու ենք կանք, պայքարելու ենք, մենք լինելու ենք պահանջատեր։ Եթե մենք չլինենք պահանջատեր, միանշանակ մեզանից է պահանջելու։ Իսկ խի այդ գենը, այդ Εμ ասում այդ դուխ, այդ հայրենասիրությունը բա ուր է։ Թուրքը վաղկոտ ազգ անդամ։ Դե հիմա մեզանից պահանջում են Արցախի մոռացում, անկախության հռչակագրի հրաժարում։ Ոչս գիտես ինչ կլիներ, այն նայում եմ այսքան ժողովուրդը, որ այսօր եկել են խոնարհության տուրք են մատուցում մեր հիշատակին, մեր անմեղ զոհերին։ Այս ժողովուրդը եթե կանգնի ոտքի, նույն կերպ, նույն համախմբված կանգնի ոտքի, միանշանակ անգամ տառ ու բառ ասելու խելոք մեր թշնամին կնստի իր տեղում։ Մեզ պակասում է մեր համատեղ խմբվածությունը, մեր համատեղ լինելը։ Այսօր բաժանել են հայ ազգին, բաժանել են 100 մասի, պետք չի։
մի արմատից են, մի գենից են, մի ցեղից են։ Այս համախմբվածությունը կուզեի որ լիներ։ Թշնամին չի կարա, վախկոտ է ինքը։ Մենք էլ միշտ կանգնած ենք ձեր կողքին, միշտ։ Շնորհակալ